Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հովսեփը թագավորի կառքերից մեկով անցնում էր Եգիպտոսի միջով։ Բոլորը ձեռքով բարևում էին նրան, փարավոնը Հովսեփին իրեն օգնական էր նշանակել։ Նա իր մատանին տվեց Հովսեփին։ Հովսեփն անցնում էր հասունացած ցորենի դաշտերով։ Եղավ այնպես, ինչպես Աստված էր ասել, բերքառատություն սկսվեց։ Հովսեփը բազում պահեստներ կառուցեց։ Հսկայական քանակությամբ ցորեն էին հավաքում։ Հովսեփի բերքը կատարյալ էր։ Ինչպես նա ասել էր, 7 տարվա սով սկսեց, 7 տարվա առատությունից հետո։ Մարդիկ սկսեցին քաղց զգալ և գնացին փարավոնի մոտ։ Քաղցած ենք, սովից մահանում ենք, մեզ և մեր երեխաներին ուտելու բան տվեք։ Հովսեփն է պատասխանատու ձեզ օգնելու հարցում։ Արեք այն, ինչ նա է ասում։ Մարդիկ գալիս էին տարբեր վայրերից, նույնիսկ օտար երկրներից։ 10 տղամարդ խոնարհվեցին նրա առաջ։ Հովսեփը միանգամից ճանաչեց նրանց։ Նրանք իր եղբայրներն էին։ Հովսեփը հիշում էր իր երազների մասին, նաև այն ատելության, որ իր հանդեպ ունեին նրա եղբայրները, և թե ինչպես իրեն որպես դրուկի վաճառեցին, սակայն եղբայրները նրան ընդհանրապես չճանաչեցին։ Հովսեփը խստությամբ խոսեց նրանց հետ։ Որտեղից եք եկել։ Մենք Քանանի երկրից ենք եկել և ցորեն ենք ուզում գնել։ Ստում ես, դուք լրտեսներ եք։ Ոչ, ազնվությամբ, մենք 12 եղբայր ենք, մեկը տանն է, իսկ մյուսը մահացել է։ Ես ձեր ոչ մի բառին չեմ հավատում, քանի որ ես սիրում եմ Աստծուն, ձեզ կտամ ցորեն, բայց ես ուզում եմ նորից գաք, բայց ձեր մյուս եղբոր հետ։ Ձեզնից մեկը կմնա այստեղ, որ համոզված լինեմ, թե ինձ կհնազանդվեք։ Ինչու էր Հովսեփն այդքան կոպիտ նրանց հետ։ Արդյոք նա վրեժխնդիր էր ցանկանում լինել։ Ոչ, նա պարզապես ցանկանում էր փորձել իր եղբայրներին։ Նա ցանկանում էր տեսնել, թե արդյոք նրանք փոխվել էին, թե ոչ։ Նրանք գաղափար անգամ չունեին, որ Հովսեփը հասկանում էր, թե ինչ են խոսում միմյանց հետ։ Սա մեր պատիժն է, նրա համար, ինչ արեցինք Հովսեփին։ Հովսեփը սկսեց լաց լինել, երբ լսեց դա, բայց նա դեռ չէր ասում, թե ով է։ Իրենց անհրաժեշտ քանակի ցորենով եղբայրները վերադարձան տուն, իսկ Շմավոնը մնաց Եգիպտոսում։ Հակոբը, նրանց հայրը, սարսափած էր, երբ լսեց տղաների ճամփորդության մանրամասները։ Սակայն, երբ ամբողջ ցորենը կերան, պետք է վերադառնային Եգիպտոս, բայց այս անգամ Բենյամինի հետ։ Եղբայրները վախեցած էին, երբ երկրորդ անգամ գնում էին Եգիպտոս։ Իսկ հետո հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։